Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալբանիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է փաստացի համաձայնեցին հետո հատկապես չէր եղել դեմարտեմ հանդիպում։ Եթե տեղեկություններ ունեք, հայտնի է, որ Ադրբեջանը նախապայմաններ է հնչեցնում, եթե տեղեկություններ ունեք, արդյոք հաջողվել է այս շփումների ընթացքում որևէ առաջընթաց գրանցել։ Եվ հաջորդ հարցը, պարոն Սիմոնյան, Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, որ տարածաշրջանում որևէ երրորդ ուժի ռազմական ներկայություն այլևս անհրաժեշտ չէ եւ խաղաղության հաստատման համար նրանց դուրսբերման մասին է խոսում։ Սա ընդդիմությունը հայտնի է, որ նախկինում ադրբեջանական կողմը այս մասին խոսում էր նաեւ դորդների համատեքստում, բայց ընդդիմությունից հնչում են հայտարարություններ, որ այս նաև ռուսական ռազմաբազայի վերմանը։ Ես ուզում եի դուք հստակեցնեիք, արդյոք ադրբեջանական կողմը Հայաստանին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու նաև պահանջ է ներկայացնում եւ առհասարակ կան այդպիսի քննարկումներ ռազմաբազայի մասով Բաքվի հետ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ մեր ներքին եւ արտաքին հարցերի շուրջ, որոնք որ չի վերաբերում մեր գործընկերոջ Ես գործընկերոջ ճանապարհելուց հետո ես կմոտենամ ձեզ եւ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Դուք էլ պատրաստ եք, ես էլ պատրաստ եմ դրան։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին հանդիպման հետ կապված, ես այս բանի տեղեկություններ չունեմ եւ կարծում եմ ինչեւ ձեզ մոտենալը միգուցե կարողանամ որևիցե բան ճշտել եւ ձեզ տեղակ կպայեմ մնացած հետ կապված նույնպես որևիցե տեղեկություն այս բանի չկա, հանդիպենք խոսենք, հա։ Տիկին նախագահ, քանի որ դուք կարևորեցիք խաղաղության հաստատման Anafερθήκατε στην επίλυση της ειρήνης στην περιοχή και η χώρα σας μεσολαβούσε στο πλαίσιο της Ευρωπαϊκής Ένωσης για την εγκαθίδρυση της ειρήνης στην περιοχή. Πώς βλέπετε τον ρόλο σας, τι μπορείτε να διαδραματίζετε? Ουσιαστικά υπάρχει μια συμφωνία, ένα σχέδιο συμφωνίας, όμως η αζερική πλευρά αντί να υπογράψει την συμφωνία βάζει προϋποθέσεις. Πού βλέπετε τον ρόλο σας της χώρας σας, της Ευρωπαϊκής Ένωσης, έτσι όπου να το φέρουμε το Αζερμπαϊτζάν σε ένα επικοδημητικό πλαίσιο, να μπορέσουμε τελικά να υπογράψουμε αυτή την σύμφωνη, επειδή η Αρμενία έχει υιοθετήσει τον νόμο για την ένταξη στην Αρμενία. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կամ դրա համար հայկական կողմը ինչ քայլեր պետք է անի ըստ ձեզ? Շնորհակալություն։ Δεν υπάρχει άλλος τρόπος από την διπλωματία και την ειρήνη. Άρα εμείς στηρίζουμε με κάθε τρόπο την επίτευξη συμφωνίας. Մենք սատարում ենք յուրաքանչյուր կերպով խաղաղության պայմանագիրը երկրների միջև դիվանագիտության շրջանակներում եւ այդ շրջանակներում երկու երկրները կարողանան ուզեմ վստահեցնել ձեզ տեսել եմ շատ փորձեր, ջանքեր, որոնք այդ ուղղությամբ արձանագրվում են, բայց հույսով եմ, որ ինչ ստորագրվի, պետք է նաև եւ կյանքի կոչվի։ Ընկեր Ալենը երբ որ մեզ տեղեկացրեց այն ջանքերի շուրջ, մենք էլ մեր կողմից հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարձանագրվի եւ իօկուտ իշակալի երկու երկրներ դա ել ավելի կհամապնդի։ Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական միություն, ինչպես նաև եւ մնացած երկրների հետ։ Երբ որ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկրում ծաղկում է, զարգանում է, դուք դրա գիտեք դրա մասին։ Դա մեզ հարկավոր է եւ ողջ տարածաշրջանում, եւ դա մեզ հարկավոր է նաեւ Կիպրոսի դեպքում։ Ինչպես դուք գիտեք, Կիպրոսը արդեն 50 տարի է կիսված է, բաժանված։
Կիպրոսն էլ է մեկ օրինակ, որ պետք է հարկավոր է, որ լինի խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Եվ դա մենք ցանկանում ենք նաեւ բարեկամ հայ ժողովրդին։ Հնարավորինս շուտ ցանկանում ենք լսել դրական արձագանք, առաջընթաց։ Եվ տարբեր միջազգային կառույցներում յուրաքանչյուր հնարավորությունների դեպքում մենք աջակցում ենք, սատարում ենք այդ խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև։